Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Շահնազարյան, ձեզ ինչ է հայտնի, ինչ խուզարկություն է, ինչի հիման վրա։ Այո, առավոտ շուտ տեղեկություն ստացա, որ Սրբազան պայքարի կողմնակիցների մի շարք կողմնակիցների տներում խուզարկություններ են իրականացում։ Այս բանից ցավոք սրտի չեմ կարողանում կապ հաստատել նրանց հետ, որովհետև մանրամասների տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում, բայց այստեղ գալուց արդեն տեսա, թե ինչքան ոստիկաններ են կուտակված։ Այստեղ ամբողջ փողոցը ըստ էության փակված է եւ ոչ միայն այս փողոցը, ներքևում ավտոբուսներով ոստիկաններ են կանգնած։ Եկել եմ տեղեկանալու ինչ կա, բայց ինչպես տեսնում եք, մուտքը արգելված է, այստեղ են նաև վարածել ոստիկանները, փորձում եմ հասկանալ ինչումն է խնդիրը։ Պայմանավորում եք այս ամենը երեկվա, իշխանական լրատվամիջոցի տարածած տեղեկությամբ, ըստ որի ընդդիմադիրները Հայաստանում իբր ըստ լրատվամիջոցի հրապարակման պատրաստվում էին հեղաշրջում իրականացնել։ Այն ինչ որ հրապարակվել է երեք իշխանական լրատվամիջոցների կողմից եւ տարածվել երկրում իշխող զույգի կողմից, անկեղծ ասած ավելին քան վատ սարքած կեղծիք այլ տեղեկությունների առիթ ուղղակի չէր տվել։ Լրատվամիջոցները խնդրում էին մեկնաբանել, իսկ մեկնաբանելու բան էլ չկար։ Այդտեղ ակնհայտ է, որ նման ծրագիր իրական իշխանափոխության համար որևէ մեկը չէր կազմելու եւ եթե նման ծրագրեր լինեին, դրանք շատ ավելի լուրջ պետք է լինեին, քան այն, ինչ որ ադրվել է իշխանությունների կողմից։ Բայց ակնհայտ է, որ դա, այսպես ասած, տեղեկատվական եւ քարոզչական քաղաքականության մի մասն էր։ Սկզբից տալ իբրև թե Հայաստանում պետական հեղաշրջում է կազմակերպվում, հետո հետապնդել ընդդիմադիր գործիչներին։ Ընդ որում սա արդեն այս վերջի օրերի ընթացքում երկրորդ առիթն է Սրբազան պայքարի կողմնակիցների վրա այսպիսի հարձակումների եւ ոչ միայն Դաշնակցության ներկայացուցիչներ, գիտեմ, որ նաեւ Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչների հետևից մի քանի օր առաջ եւ ակտիվ գործիչներ ընդհանրապես, այսինքն ակնհայտ է, որ սկսվել է իրավական տերոր եւ շատ կարեւոր է գիտակցել, որ դա սկսվել է Փաշինյանի Թուրքիա գնալու զուգահեռ։ Այսինքն ինձ համար այստեղ հիմնական ուղերձը այն է, որ ինչ-որ նոր բաներ են պատրաստվում եւ այդ ծրագրերը իրագործելու համար Փաշինյանը փորձում է մտածածին, հորինած, նույնիսկ չեն էլ ջանք գործադրում, որպեսզի իրավական քիչ թե շատ հիմքեր դրվեն դրա տակ, նման թղթերով եւ նման սարքած գործերով մարդկանց ձերբակալել, չգիտեմ, խոզարկություններ իրականացնել եւ այլն։ Նպատակը ո՞րն է դեպքում։ Նպատակը արդեն ասացի, կա ինձ մոտ համոզմունք, որ Թուրքիայում նոր պայմանավորվածություններ են ձեռբերվել, նոր խոստումներ է տրվել Ադրբեջանին, նոր խոստումներ է տրվել Թուրքիային, եւ այդ խոստումները իրականացնելու համար նախապես չեզոքացնում է հնարավոր դիմադրությունը։ Իսկ նաև հանրության ուշադրությունն է շեղում հարակարգից։ Նաև դա միանշանակ, բայց վերջին ամիսների իրենց գործողությունը թույլ է տալիս ենթադրել, որ թքած ունեն հանրային կարծիքի վրա, ընդհանրապես թքած ունեն, եւ հիմնական խնդիրը այն չէ, որ հանրության ուշադրությունը շեղեն, այլ այն է, որ չեզոքացնեն դիմադրության բոլոր օջախները։ Հարձակում եկեղեցու վրա, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, խոզարկություններ, ձերբակալություններ Սրբազան պայքարի աջակիցների, կողմնակիցների, քաղաքական ակտիվ կուսակցությունների։ Պարզ է, որ բոլորը թիրախում են, բոլորի հետևից գալու են եւ դա արվում է, ուրիշ այլ նպատակ չեմ տեսնում դա անելու, բացի այդ Թուրքիան ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ակնհայտորեն զուգադիպություն չեն կարող լինել, նույն օրը, նույն ժամին ամեն ինչ սկսվել է։ Դրա համար ես համոզված եմ, որ սա այդ քաղաքական հետապնդումներն են ոչ թե հանրության ուշադրություն շեղելու, այլ հանրության կազմակերպչական ռեսուրսը չեզոքացնելու ուղղված հետապնդումներ են։